երեկո հատկապես կանանց, աղջիկներին, մայրերին, ովքեր որ այսօր արժանի են մեր ջերմ ծափարություններին սելի տղամարդիկ, վաղը քանի որ մարտի 8-ն է, եկեք այսօր շնորհավորենք բոլոր մեր կանանց, մարտի 8-ի արդիվ միշտ եղեք այդպիսի գեղեցիկ եւ միակը։ Ես կարծում հիմա իմ շնորհավորանքները շարունակեցին արդեն ձեր սիրելիները եւ այդպես շարունակ ուղիղ մեկ ամիս։ Այսօր մարտի 8-ի արդիվ մենք ունենք շատ հրաշալի հյուրեր, յուրահատուկ հյուրեր։ Ես ուզում եմ ծափարեք դրանց, երբ որ ես կծանոթացնեմ։ Եվ այսպես քաղաքի կոլորիտներից մեկը, այսպես կարող եմ նրան անվանել, մեր օրերի Ղարաբաղը, շրջիկ ծաղկավաճառ Վարդան, բարի երեկո, Վարդանի Վարդեր, այսպես կարող եք դրան դիմել։ Բարի երեկո Վարդան։ Բարի երեկո ձեզ։ Վարդան, դու իրոք աչքի ես ընկել են ամեն ինչով, ինչ որ ես նոր ասացի, դու իրոք ունես են հատկությունները, որ ժամանակին մարդիկ վերագրում էին Ղարաբաղային։ Ինչպես է որ դու զբաղվում ես ծաղկավաճառությամբ եւ ինչպես է որ մարդիկ այդքան հաճույքով են քեզնից գնումներ կատարում։ Ես շատ փոքր ժամանակվանից եմ ծաղիկ վաճառում, մոտավոր այսքան։ Ահա։ Շատ դժվար մանկություն եմ ունեցել ու հիմա բարի մարդկան շնորհիվ ես կայանում եմ։ Ինքը իմ որդին է, անունը Մարկոս է։ Եվ ձեր գեղեցկուհիներին գեղեցիկ վարդեր ենք բերել։ Շատ լավ։ Դե ես խնդրում եմ որպեսզի դուք ձեր նվերները բաժանեք մեր գեղեցկուհիներին, իսկ մենք անցնենք առաջ, ծափարում ենք Վարդանին, շնորհակալություն Վարդան։ Եվ այսպես տոնական միջոցառումների, հարսանիքների, նշանադրությունների, կնունքների, ծնունդների հանդիսավարներ Նարինե եւ Լիաննա Զուրաբյաններ։ Բարի երեկո։ Բարի երեկո Գարիկ։ Բարի երեկո։ Իգական սերի թամադա ներկայացուցիչներ մի խոսքով։ Երեկոն բարի ձեր ժանրի մեջ շատ լավ։ Այո, այո։ Ինչպես եղավ որ դուք որոշեցիք լինել յուրահատուկ հենց այդ մասնագիտության մեջ, որը կոչվում է թամադա։ Կարող ենք ասել ոչ թե թամադա, այլ հանդիսավար։ Բայց կարող ենք ասել, չէ՞ թամադա։ Դե ասում ենք, այն որ ասում է երկիրը ծաղկուն լիներ պոեզիայով կապրենք, երգերը երգիր չի, ինչ անենք։ Բանչասի իրոք շատ մեծ կապ ուներ ձեր ասացի մինի։ Բա պետք է ֆինանս աշխատել, դրա համար գնացինք ուրախ առիթներ վարելու։ Հրաշալի բան է։ Որը ներդրում ենք մեր պոեզիայի աշխարհում։ Պոեզիայի աշխարհում ինչ է նշանակում։ Այն որ ես ասմունքող եմ եւ հանդիսավար։ Դուք ասմունքող եք, դուք Լիանան եք։ Այո։ Դուք Լիանան եք, դուք ասմունքող եք։ Բախտավոր լինենք մենք, այո։ Ձեր գրածն է դա։ Այո, այո։ Բրավո։ Խոսքը ուժ ունի, ես խոսքի մարդ եմ, ինչ ասում ես, այն է լինում է։ Իդեպ ասեմ, մեր յուրահատկությունը այն է, ուրախ առիթներ վարելու, որ մենք գնում ենք հանդիսություններ վարելու մեր գիտարահարի հետ, դուք քույրս են Արինեն եւ մեր գիտարահարը Գրիգորը Գրիգորյան եւ մենք գիտարով եւ գեղեցիկ բանաստեղծությամբ երգով ձոն ենք ասում Հարսին Փեսային կամ Հոբելյարին կամ այն մարդուն ով որ մկրտվում է այդ օրը ոչ նման առիթներ գիտար չենք տանում դուդուկահարներ ենք տանում նման առիթներ էլ ենք վարում Այո, այո։ Այո, այո։ Բայց էլի ուրախ ավեսով։ Պարզապես ասում ենք, որ մենք ամենքս փուչ ենք կյանքում, մեր ծննդյան փուչորից հերթով գալիս անց ենք կենում, այս անցավոր աշխարից։ Անց է կենում սերուխնդում, գեղեցկություն գանձ ու գահ մահը մերն է, մենք մահինը։ Մարդու գործն է միշտ անմահ։ Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դար է դար։ Երնեք նրան, ով իր գործով կապրի հավերժ, անդադար։ Այո, դա էլ ասում ենք որ չպետք է նեղվենք, մահը բոլորինս է եւ այսպես այո ոգևորող այդ առիթներն էլ ենք անցկացնում։ Բայց ասում եք որ դուք չեք գրել այդ բանաստեղծությունը։ Դե իհարկե դա Հովհաննես Թումանյանն է գրել։ Լավ, ասմունքի երեկոներ եք ունենում։ Այո, լեպլեցուն ֆիլհարմոնիայի համերգասրահում ունենում ենք պոեզիա երեկոներ։ Վերջերս նշեմ Լիանան երևի չի ասի, որ 14-ին, փետրվարի 14-ին սիրո օրը Լիանան Առնո Բաբաջանյան այդ համերգասրահում լեբլեցուն կայացրեց իր տոնական երեկոն նվիրված սիրոն եւ հաճախ են լինում այսպիսի երեկոներ Գարիկ։ Ավելացնում ես։ Այո, խորագիրը գիտեք որն էր։ Կանանց ենք նվիրում ցերեկներս քրիստոնյա, գիշերներս հեթանոս։ Կբացեք փակագծերը։ Ինչ բացեմ, ամեն ինչ պարզ է։ Հովհաննես Շիրազն է հեղինակը գործի եւ
Ամեն ինչ պարզ է, ես ցանկանում եմ բոլոր կանանց սեր ու ժպիտ, շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ եւ ցանկանում եմ որ կանայք այս գարնան տոնի հետ ժպտան ու ժպտան եւ ցանկանում ենք մեր Գրիգորի հետ միասին մի գեղեցիկ գիտարային կատարում հենց սկզբից լավ տրամադրությամբ ու ժպիտով նվիրել բոլոր կանանց։ Շատ լավ, եկեք մինչև գիտարային կատարմանը անցնենք մի քիչ էլ Նարինեի հետ զրուցենք, եթե Սիրով, այո։ Գարիկ ջան, ուզում եմ քեզ նվիրանում։ Վերջերս դու մի շատ գեղեցիկ նմանակում էիր անում մեր գոլեգաներին, նմանակելով դեղին փողկապով։ Ես որոշեցի, որ մարտի 8-ի նվիրված քեզ նվիրեմ այս կարմիր փողկապը։ Սա շատ գեղեցիկ է, իրենք հաճախ առաջինի մարտի 8-ի նվերը։ Եվ սա էլ քեզ։ Շատ շնորհակալ եմ։ Իրոք շատ շնորհակալ եմ։ Եվ կարելի է մայրիկիս վիտամին ակումբի նվիրված վիտամին անվանատառերով, սկզբնատառերով մայրս է գրել 3։ Ընթերցեմ։ Հա իհարկե, մի քիչ էլ դուք խոսեք։ Վիտամին։ Ուզում ես դու խոսես։ Չէ, ընթերցեք։ Գարիկ, մեր աշխատանքի մեջ մենք ամենաքիչն ենք խոսում։ Մարտի 8-ին նվիրված նվիրվում է վիտամինի բոլոր տղաներին։ Շատ լավ։ Վիտամին եք տալիս մարդկանց ուրախություն եւ ծիծաղ։ Ինքնատիպ եք դուք ձեր գործում եւ միակն եք իրավ։ Տակտիկան ձեր յուրահատուկ, հումորը նուրբ ու համով եւ վարակում եք դուք մարդկանց ինքնամոռաց ծիծաղով։ Ազգոքուտ է ձեր գործն իրավ, անժխտելի եւ արդար։ Վիտամին եք դուք ներարկում ժողովրդին անդադար։ Մարմնավորում եք շատերին, նմանակում եք սիրով։ Իրավամբ դուք անում եք դա նրբորեն եւ հումորով։ Նախատիպն եք իր չունեցող ակումբն եք դուք վիտամին առողջության ձեր տեսակով անցակ նույնիսկ շատերին։ Առաջընթաց ձեր գործերին ազգի համար կարևոր եւ վարակիչ ձեր ծիծաղով տներ լցնեք ամեն օր։ Ֆրիդա Սահակյան մանկագիր մեր մայրն է։ Բրավո, եկեք ծափարենք Տիկին Ֆրիդային։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տիկին Ֆրիդային ջերմ բարևներ կփոխանցեք, շնորհավորեք մեր կողմից։ Եկեք ծափարենք մեր հյուրերին եւ հրավիրենք բեմ, որպեսզի համարը որ պատրաստել եք ցույց տալու մեզ ցուցադրեք։ Սրտան շնորհավորում ենք բոլոր կանանց 8 մարտի, ցանկանում ենք, որպեսզի նրանց շուրթերին ժպիտը երբեք չպակասի։ Եվ այս գեղեցիկ բանաստեղծությունը, որ սիրով երգի է վերածվել, դա Գագիկ Կարապետյանինն է, սիրով նվիրում ենք բոլոր կանանց, քանի որ գարուն է, զարթոնք է, հրաշք է, եւ կինը հենց զարթոնքն է մարդու, տղամարդու սրտում։ Ցանկանում եմ, որ ձեր տղամարդիկ սիրեն եւ գնահատեն ձեզ սիրելի կանայք։ Քոլորության մեղեդին Քոլորության շունչը տակ, հույս է տալիս իմ սրտին երազներով կապուտակ։ Քոլորության մեղեդին, քոլորության շունչը տակ, հույս են տալիս իմ սրտին երազներով կապուտակ։ Քոլորության մեղեդին, քոլորության շունչը տակ, հույս են տալիս իմ սրտին երազներով կապուտակ։ Շոյանքները ձեռքերին Գագիկ ջան, Գրիգոր ջան, կներես, մեկ րոպե, նկարահանում է, չէ՞, նկարահանում է, կարանք մոնտաժ, մատ միկրոֆոն բերեք էստեղ էլ, այսպես չեն կարող։ Ես էլ չեմ կարող, ճիշտ ասած այսպես։ Այո, մենք բացարձակ չեն կարող։ Այո, ծափահարություններ, եւ իջե միկրոֆոնը կդնեք, ես մի հատ խոսք եմ ուզում ասել։ Ես մի խոսք եմ ուզում ասել, կանանց եմ ուզում նվիրել եւ սիրելի կանայք այսօրը թող իրոք հրաշք լինի բոլորիս համար, թող մեզ համար լինի անկարելին եւ այն ինչ որ սպասել ենք զիգտարիներ, թող գա այսօր տա մեր տղամարդը, մեր սերը, այն ասպետով նոր պետք է գա, թող 8 մարտի բոլորիս լինի շնորհավոր։ Իսկ հիմա դրեք բարձրախոսը, խնդրում եմ Գարիկ, բարձրախոսը դրեք։ Հիմա կբերեն բարձրախոսը, խնդրում եմ։ Բերեք բարձրախոսը Գարիկ, բերեք Գարիկ, բերեք։ Բերեք Գարիկ բարձրախոսը։ Բերեք Գարիկ։
Բերեք մի տեղից ճարեք։ Իսկ դուք ինչ կասեք մեր կանանց, գեղեցիկ մի մարդը։ Ես մեր կանանց չեմ կարող ամեն մեկին նույն բանը ասել, դրա համար ես ամեն կնոջ հետ շփվելիս առանձին իրեն ասում եմ դա։ Այ եթե ինձ հետ եք շփվում, ինչ եք ասում ինձ։ Դուք համոզված չեմ, որ պետք է բոլորը լսեն սրա մասին։ Այո։ Գարիկ, բայց ես չեմ ցանկանա ձեզ հետ առանց հանդիսատեսի շփվել։ Դուք իմ ճաշակով չեք, Գարիկ։ Ես ձեր ճաշակը տեսնում եմ ու հասկանում եմ, որ իրոք ես ձեր ճաշակով չեմ։ Բայց միկրոֆոնը հիմա կբերեմ։ Սիրելի կանայք, մեր մեջ ապրում է զարթոնքը կյանքի։ Սաղմը մարդկության եւ ճիճը այն մանկան, որ սպասում է գալուստյան զանգի։ Մեր մեջ ապրում են մարդը եւ Աստված, երկինք ու երկին, մենք ջուր ենք եւ հաց, միշտ եւ ամենուր մեզ կոչում են կին։ Ուժեղ լինենք, սիրելի կանայք, մեզ ուժ, կորով, եռանք եւ այս տղամարդկանց տանք մեջքներին ու ինչ էլ ուզես անենք, այո։ Ես ուրախ եմ, որ սահմանափակվանք տանք մեջքներին, բայց Ինչ եղավ մեր բարձրախոսը, Գարիկ։ Ես լիմանով երազում եմ, որ այդ բարձրախոսը գա, բայց կգա բարձրախոսը, որտեղ բարձրախոսները մենք շատ հեռվից ենք բերում։ Լապլանդիայից։ Ինչ ասենք էլ գեղեցիկ խոսքեր, մայրերը կանայք, մայրերը ձեռքերը տեսնեն մայրերի, բոլոր մայրերի։ Տղաներ կան, որ մայրացան այս։ Այո, իմ բոլոր մայրերի մարտի 8-ն ենք շնորհավորում։ Այո։ Եվ ձեր որդիների անունից ենք շնորհավորում։ Եվ սիրելի մայրեր, միշտ համբուր ենք որդիաբար, մեզ աշխարհում ծնած, մեզ աշխարհում շահած, պահած, մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող լված կանող անվերջ, դատող անվերջ բանող այդ ձեռքերը, թող որ մի քիչ ճաքած ու կոշտացած, բայց մեզ համար միշտ մետաքսի պես խաս ձեռքերը։ Մեր մայրերի մարտի 8-ը շնորհավոր, նրանք միշտ երիտասարդ են մեզ համար եւ երբեք չեն ծերանում։ Լիանա։ Այո։ Իսկ որ ասում եք, որ ասմունքի երեկոները լեփլեցուն են անցնում, այսպես ուրիշ երեկոների մտնում եք ու սկսում եք ասմունքել։ Ուզում եք ասեք, որ ձեր երեկոն ես խախտեցի իմ ասմունքով, ձեր բարձրախոսն է ուշանում, Գարիկ։ Բայց իրոք, իսկ միկրոֆոնը փող ենք հավաքում առնենք, ինչ է։ Միկրոֆոնը բերեք։ Բայց սա շատ գեղեցիկ ելույթ է, որ իրոք սիրով կնվիրեք մեր կանանց, հենց Գառնան է նվիրված, կանանց է նվիրված։ Ինչն էր տեխնիկապես Ինչը, այն որ մենք երկուսով ենք, ինձ բարձրախոսը պետք, իրեն էլ է բարձրախոս պետք, մենք իրար հետ կարողանում ենք լրացնել։ Ես չեմ կարող պահել իր շուրթերին, հետո իմ, հետո իր, հետո գեղեցիկ չէ դա։ Եթե ես այսպես թողեի, դուք հաստատ հանելու եք համարը, նայելու ասեի, բայց ձեր իշն եմ ասել, խի գնաց, ես ես վիտամին, ես չէ ուզում գնայի։ Տենց էլ ասելու եք։ Այո, ես ձեր։ Սենց հաստատ կթողնենք։ Սենց որ միկրոֆոնը գա, տենց հաստատ կթողնենք։ Այո, եւ կցանկանամ այս բարձրախոսը մի քիչ բարձրացնեն, քո ձայնին գուցե հարմար է սա։ Բայց սա իմ ձայնին այդքան հարմար չէ, մի քիչ ավելի բարձրացնեն, այո։ Միկրոֆոնը աղաչում եմ։ Եվ սա չենք նկարում, ուղղակի բարձրացնում ենք դրամատրությունը։ Մի հատ այն երգը, որ սերը տարիք չի հարցնում, սա է տարիքով մարդկանց համար, սիրով, խնդրեմ։ Եվ սա նամիոք չի ընդհանրապես։ Ամեն հանդիպման ժամանակ Սիրո խոսքեր է շշնջում Դեռ փոքրիկ ես Գնա մայր դե կանչում փոքր ես Բան չասեցիք Ամեն հանդիպման ժամանակ Շշնջում ես սիրո խոսքեր Գնա դեռ փոքրիկ ես Գնա մայրը դե կանչում Միասին ոչ Սիրո համար տարիք չկա Գարիկ Սիրո համար արգել չկա Սիրո համար տարիք չկա Սիրո համար արգել չկա Հեռացիր
Հեռացիր ու մոռացիր Հեռացիր ու մոռացիր Ասա ինչպես հեռանամ Մի կերպ հեռացի գնա ծխի խմի Մոռանամ ես Գնա մոռացի չեմ ուզում ես քեզ Հեռացի լսի փոքր ես Հեռացիր ու մոռացի գնա Ինչպես հեռանամ ես Մի կերպ գնա Հեսա կգամ Գնա ու մոռացի Ոչ Համար տարիք չեք Սիրո համար տարիք չկա Ոչ Համար արգել չեք Սիրո համար արգելք չկա Ոչ Սիրո համար տարիք չեք Սիրո համար տարիք չկա Ոչ Սիրո համար արգել չեք Սիրո համար արգելք չկա Միասին, այո Սիրո համար արգելք չկա Բայց պաստորեն փայտ է Ես փայտն եմ Ես ինձ ավել չեմ էլ զգում բեմի վրա Ես կպահեմ Կուրծքդ բաց տեսնեմ ով եք ուտ տալիս Քո զույգ սպիտակ աղավնիներին Նրանց համար եմ ես անվերջ լալիս Թույլ դուր դառնամ ես նրանց գերին Համբույրով բանամ կրծքակալդ փակ Շոյանքով կյանք տամ աղավնիներիդ Այնքան գուրգուրեմ Մինչև որ նրանք կատնախպյուր դառնան Վախվա ձակերիդ Գարիկ չէ որ այսօր 8-ն է մարտի Վասի դուք եք կարող եք կին լինել Չէ ինչ ա եղել Բոլոր կանանց տոնը շնորհավոր այո Ես կարող եմ կուրսկս բացել Բայց սպասելիքները չեն արդարանա Գարիկ ջան Մենք եւի լսել եք Որ մեր խոսքով հղիացնում ենք մարդկանց Այնպես որ շատ իրեղեք Չեք լսել Մեր խոսքից հղիանում են մարդիկ Եվ դուք կլինեք առաջին Հայաստանում տղամարդ ծննդաբերողը Դուք էլ խոսելուց պաշտպանվեք Այո Այս պահին իրոք սիրով կներկայացնենք այս գեղեցիկ համարը Ասեմ, որ Գրիգորի Գրիգորյան մեզ հետ է լինում ուրախ առիթների ժամանակ Եվ մենք հատուկ այս սիրո երգը նվիրում ենք Հարսին, Փեսային, Մկրտվողներին կամ Հոբելյանին Եվ տարեբեր բազում երգեր Սա մեր յուրահատուկ համարն է յուրաքանչյուր ուրախ առիթների ժամանակ Այսպեսով նաև տարբերվում ենք մյուս հանդիսավարներից Բացի այն, որ կին հանդիսավար ենք Շատ լավ, ես ուղղակի պարոն Գրիգորյանն ուզում հարցնել Դուք իրոք համագործակցում եք, թե ձեզ գերի են վերցրել Համագործակցում Ուրեմն հիշիր Գարիկ, մենք երբեք սուտ չենք խոսում Ասմունքողը իրավունք չունի սուտ խոսալու Եթե ես կստեմ, ապա կթարգեմ իմ ասմունքը Շատ լավ, եւ այս պահին նշվում ոչ Այո, սիրո համար արգելք չկա ոչ Այո Սիրո համար արգելք չկա ոչ Սիրո համար տարիք չկա ոչ Սիրո համար արգելք չկա Բոլորս միասին Սիրո համար տարիք չկա Բոլորս միասին ոչ Սիրո համար տարիք չկա Սիրո համար արգելք չկա Այո Սիրո համար մի տարիք կա Այո պետք է այդ տարիքը վայելել Բայց ոչ Սիրո համար տարիք չկա չկա Սիրո համար արգելք չկա Ոչ, սիրո համար արգելք չկա Բոլորիդ մեծ սեր ենք ցանկանում Շնորհակալություն Ձեզ անկեղծ շատ շնորհակալ եմ Գագիկ Կարապետյան, շնորհակալություն անչափ Բարձր ծափարեք, խնդրում եմ Ինչքան բարձր, այնքան լավ Շնորհակալություն Անկեղծ շնորհակալություն, որ այսքան իրականում շատ հավես է Իսկ ես կեղծավոր եմ ասում ձեզ Գարիկ, շնորհակալություն Եկեք
Համեցեք, ճանապարհին ոչ ոք չխոսա հետը։ Լսեցիք։ Արցեր աշկերի մեջ չէ։ Այո։ Դե ինչ այսօր այսքանը։ Եկեք բարձր ծափարենք քուրիկներին։ Շնորհակալություն Լիանա եւ Նարինե։ Եվ ձեզ պարոն Գիկոյան շնորհակալ ենք շատ։ Այսօր մեր հյուրերն են նաեւ My Bike հեծանիվների մասնագիտացված խանութ սրահը։ Բարի երեկո ձեզ։ Խոսափողը խնդրում եմ փոխանցեք։ Մենք շատ դժվարությամբ ենք բարձրախոսը տալիս կողքին, բայց խնդրեմ, սիրո։ Եվ մայրիկիս արեգակ։ Չէ լսե։ Շնորհակալ ենք ձեզ, իրոք, այսօր երեկոն ապահովելու համար։ My Bike-ին խնդրում եմ ծափարենք։ Բարի երեկո ձեզ։ Բարև ձեզ Գարիկ, բարև ձեզ։ Ահա։ Մենք ներկայացնում ենք My Bike ընկերությունը եւ միակ մասնագիտացված խանութ սրահն ենք հեծանիվների Հայաստանում։ Ահա։ Մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող Trek եւ Cube բրենդերը։ Հեծանիվների մասին է խոսքը։ Այո։ Շատ լավ։ Եվ բացի վաճառքից նաև ունենք աքսեսուարների եւ պահեստամասերի լայն տեսականի, ունենք սերվիս սպասարկում, որտեղ կարող եք բերել ձեր հեծանիվները եւ մեր մասնագետը ձեր հեծանիվների հետ կապված ցանկացած խնդիր մաքսիմում 24 ժամվա ընթացքում կլուծի։ Շատ լավ։ Մեզ մոտ կարող եք գտնել հեծանիվների տարբեր տեսակներ, սկսած մանկական հեծանիվներից, հատուկ կանացի հեծանիվներից, քաղաքային, լեռնային եւ տարբեր։ Ինչա նշանակում հատուկ կանացի հեծանիվ։ Այսինքն գույնը բան նկատի ունեք, որ ինքը կանացի գույն է։ Նաև կմախքը ռաման հեծանիվի հատուկ ձևով է պատրաստված, որպեսզի կանանց ավելի հեշտ լինի նստել եւ իջնել հեծանիվներից, ինչպես նաև քշել հեծանիվ շրջազգեստով։ Այն ձողը չկա մեջտեղին երկար։ Ավելի ներքև է։ Հասկացա։ Իրականում տղեկինը պետքա չլինի, եթե ինձ հարցնեք։ Մենք ցանկանանք նշել նաև, որ ունենք վարձույթի ծառայություն։ Ահա։ Եվ միակն ենք, որ վաճառում ենք հեծանիվներ նաև ապառիկ տարբերակով, իդեպ բացառիկ պայմաններով, քանի որ մեզ մոտից կարող եք ձեռք բերել հեծանիվ միայն անձնագրով, տեղում եւ 0% տարեկան տոկոսադրույքով եւ 0% կանխավճարով։ Չեմ հավատում։ Համեցեք եւ կհամոզվեք։ Չէ, իրոք գալիս են վերցնում են հեծանիվը, ցույց են տալիս անձնագիրը եւ առանց տոկոսի, ուղղակի Այո, տարեկան։ տեղում կնքվում է պայմանագիր եւ բաժանվում է հեծանիվի գինը հավասար 12 ամիսների, ամեն ամիս վճարում են միևնույն գումարը։ Շատ լավ, բայց հեծանիվների ոնց որ աճ է, տենդենսը նկատվեց վերջին տարիներին Երևանում։ Այո։ Չգիտեմ Հայաստանում ուրիշ քաղաքներում նույնպես նկատվում է այդ տենդենսը, թե չէ, բայց Երևանում նկատվում է։ Ինչի հետ է դա պայմանավորված։ Արդյոք My Bike-ի լինելու, թե դրա արդյունքում նաև հայտնվեց My Bike-ը։ Մենք մեր գործունեությունը սկիզբ ենք դրել 2011 թվականից եւ խրախուսում ենք ոչ միայն վաճառ, այսինքն զբաղվում ենք ոչ միայն վաճառքով, այլ նաեւ քարոզում ենք առողջ ապրելակերպ։ Գիտենք, որ հեծանիվի շնորհիվ ավտոներից հրաժարվելով, պահպանում ենք էկոլոգիապես օդի մաքրությունը, ինչպես նաեւ քանի որ մարդիկ երբեմն ժամանակ չեն ունենում գնան տարբեր ջիմեր, պարապելու, հենց հեծանիվը հանդիսանում է թե փոխադրամիջոց, թե միևնույն ժամանակ մարզվում ես եւ լինում ես առողջ։ Լավ, իսկ ակցիաներից կխնդրեմ, որպեսզի խոսեք։ Ցանկանանք նախ մարտի 8-ի կապակցությամբ My Bike-ի անունից շնորհավորել բոլոր աղջիկներին, մայրիկներին, կանանց տատիկներին եւ ցանկանալ առաջին հերթին առողջություն, իսկ առողջությունը առողջ ապրելակերպի, գրավականն է, ինչի համար խորհուրդ ենք տալիս բոլորին քշել հեծանիվ եւ մեր կողմից պատրաստել ենք նվերքարտեր, որոնք հնարավորություն կընձեռեն գնորդներին ունենալ 30% զեղչի հնարավորություն։ Շատ լավ։ Սիրով նվիրում ենք նաեւ ձեզ, Գարիկ ջան։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Ինչպես նաեւ մեր բոլոր հյուրերին։ 3 հատ հեծանիվ կարող եմ վերցնել։ Այո, ամեն մի քարտի համար 1 հեծանիվ, բայց ամեն մեկը 1 հատ։ Ովքեր են հիմնականում ձեր հաճախորդները, աղջիկներ են, տղաներ են, կանայք են։ Շատ տարբեր տարիքային եւ երկուսեռի ներկայացուցիչներն էլ, սկսած մանուկներից, 3-4 տարեկան երեխաներից սկսած հեծանիվների մոդելներ ունենք։ Շատ լավ։ Եթե ինչ-որ մի հետաքրքիր փաստ արձանագրենք, հիմնականում մեր տղաները, տղամարդիկ, փորձում են հեծանիվ վարելով նիհարել, ազատվել ավելորդ փորիկներից։ Եվ կոտրում են հեծանիվները։ Եվ գնում են հեծանիվ ու ուզում ենք իրենց խորհուրդ տալ, որ այդ հեծանիվը անպայման պետք է քշել, որ այդ փորիկից ազատվել։ Ուտելով չի լինի, հա։ Ոչ ուտելով, ոչ էլ վրան նայելով։ Չէ, կարող է իրանք ինչ որ, բայց գալիս են ասում են հեծանիվ տվեք, որովհետեւ մենք նիհարենք, օրինակ տալիս եք եւ չեն քշում։ Հա։ Բայց ինչ են անում, ճշտել եք։
Նայում են։ Նայում են։ Նայում են։ Հյուրերին մեր քարտեր ունեք, որ ուզում եք նվիրել։ Իհարկե։ Օ, շատ ունեք։ Ձեզ հեծանիվի քարտ։ Հեծանիվի քարտը դա ումն է։ Հեծանիվի քարտը տարիք չի հարցնում։ Իսկ դուք սիրում եք բայց հեծանիվ վարել։ Հեծանիվ վարում եք։ Այո, չէ, այդքանը բավական է։ Այո, okay։ Նորմալ է։ Շատ լավ։ My bike-ին խնդրում եմ ծափարեք։ Շնորհակալություն, որ մեր ունեք, իրոք։ Եվ անցնում ենք առաջ, արդեն մարտի 9-ն է, սիրելի հյուրեր։